Պարոն Կոստանյան, եթե ասում եք, որ նույն համակարգը արդեն աշխատել է քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում, այդ դեպքում ինչու է այս պայմանագրի անհրաժեշտություն առաջանում, կարելի է նույն մեթոդով վաղը մյուս օր քայլերն իրականացնել։ Հարցը վերաբերում է հետևյալին, նախ խնդրեի, որպեսզի հրապարակեիք, որ երկրներն են, որ Եվրամիության հետ ունեն այսպիսի համաձայնագրեր, այդ թվում նաև ՀԱՊԿ անդամ երկրներից կան, արդյոք թե չկան, եւ երկրորդը ռազմական բլոկի շրջանակներում համագործակցությունը, ինչ է ավելի կոնկրետ իրենից ներկայացնում, հայկական ռազմական ուժերը մասնակցում են, չեն մասնակցում եւ արդյոք այդ հարցի քննարկումը նորից էլի ենթադրելու է պարլամենտի ներգրավում, թե այս համաձայնագրի շրջանակներում բավարար է լինելու։ Շնորհակալ եմ պարոն Մինասյան հարցի համար։ Ես խոսում եի Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական առաքելության տեղակայման մասին, ըստ էության այդ դեպքում մենք բենեֆիցիալ էինք եւ հիմա խոսքը գնում է աջակցելու եւ մասին Եվրոպական միության առաքելություններին եւ այստեղ է առաջացել անհրաժեշտությունը իրավական կարգավորումներ մտցնելու։ Ինչպես նշեցի, Կանադան, Շվեյցարիան, Տիկին Ջուլհակյան, խնդրում եմ վերադարձեք ձեր տեղը։ Տիկին Հակոբյան, վերադարձեք ձեր տեղը։ Կներեք, պարոն փոխնախարար, շարունակեք։ Կանադան, Շվեյցարիան, Նորվեգիան այն պետությունների թվում են, որոնք ունեն նմանօրինակ պայմանագրեր Եվրոպական միության հետ, բայց բնականաբար այս ցանկը այդքանով չի սահմանափակվում, ցավոք ամբողջական ցանկը այս բան ներկայացնել չեմ կարող, բայց եթե իմ հիշողությունը ինձ չի դավաճանում, ՀԱՊԿ անդամ պետությունները նմանօրինակ համաձայնագրեր Եվրոպական միության հետ չունեն, իսկ ինչ վերաբերում է առանձին առաքելություններին, որոնց վերաբերյալ իրավական համակարգի ստեղծման պարագայում Հայաստանի Հանրապետությունը կարող է քննարկումներ սկսել Եվրոպական միության հետ միանալու այս կամ այն առաքելությանը, ուզում եմ ասել, որ մեր նախնական ընկալումները առավելապես վերաբերվում են քաղաքացիական առաքելություններին մասնակցությանը։ Շնորհակալություն, արձագանք։ Պարոն Կոստանյան, նախ ասեմ, որ այստեղ գալուց առաջ մենք ստացել ենք մի գրություն քաղաքացիական նախաձեռնության կարգով ուղարկված, որտեղ վիճարկվում էր տեքստերի թարգմանությունը հայերեն, անգլերենից հայերեն եւ անհամապատասխանություններ արձանագրում, խնդրեմ, որպեսզի ուշադրություն դարձնեք այդ հանգամանքի վրա եւ արձագանքելով հարցի առաջին շրջանակում ձեր տված պատասխանին։ Տեսեք, ինչն է խանգարում այսօր, օրինակ Հայաստանին, առանց այս պայմանագրի նույնպես ներգրավի նման քաղաքացիական նախաձեռնություններում Եվրամիության կողմից իրականացվող։ Արդյոք այս պայմանագիրը անհրաժեշտություն է, որպեսզի մասնակցի եւ խնդրեի, որպեսզի զորախմբի մասով հանգամանալից ներկայացնեք։ Ենթադրում է դա ապագայում նորից պարլամենտում քննարկում, եթե դրա անհրաժեշտություն առաջանա, թե ոչ։ Շնորհակալություն, որ նշեցիք առաջին կետը, իրապես վրիպակ կար թարգմանության մեջ, որի ուղղման հետ կապված համապատասխան գրությունը արդեն իսկ իմ գալուց առաջ ուղարկվել է ազգային ժողով, իսկ առանձին դեպքերում առաքելություններին միանալ, մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է ստեղծել իրավապայմանագրային բազա, ընդլայնելու մեր համագործակցությունը Եվրոպական միության հետ, եւ սա ընդհանուր առմամբ դրա տեղավորվում է մեր քաղաքականության տրամաբանության մեջ, ընդլայնելու համագործակցության շրջանակը, այդ թվում նաև իրավական եւ չգնալ ad-hoc որոշումների կայացման ուղով, ռազմական առաքելություններին մասնակցության պարագայում բնականաբար Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ զինված ուժերի մասին օրենքով անհրաժեշտ բոլոր գործողությունները տեղի կունենան, եթե իմ իրավական գիտելիքները ինչ չեն դավաճանում, այս մասով ազգային ժողովը լիազորություններ չունի սահմանադրությամբ։ Շնորհակալություն։